Հարգելի հայրենակիցներ, անհերքելի ապացույցներ կրող, անհապաղ օպերատիվ միջամտություն պահանջող, սույն թվականի մարտ ամսից Ժողովուրդ թերթում և թերթի առ-լուր հարթակում իրականացրած մեր բազմաթիվ ահազանգերի վերաբերյալ, որոնցից վերջինը լույս էր տեսել սեպտեմբերի 25-ին, BST կազմակերպության միջոցով կեղծ կարգավիճակով ներկայացվող մեր բնակարանի հերթական ապօրինի աճուրդի վերաբերյալ, վերստին ստիպված ենք ահազանգել և զգուշացնել հանրությանը և համապատասխան մարմիններին առ այն, որ 2010 թվականի նոյեմբերին ապօրինաբար վարկավորված, փաստաթղթերում գոյություն չունեցող կեղծ հասցեներով ներկայացված և 2011 թվականի գարնանից անհետացած Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարչի պաշտոնը 2015 թվականի հուլիսի 1-ին ստանձնած, իր առաքելությունն իր ժամանակավոր պաշտոնի շրջանակներում չկատարած, սակայն ներկայումս կեղծ կարգավիճակով ներկայացող, 2023 թվականի ապրիլից մեր ընտանիքի անդամներին և մեր բնակարանը ապօրինի իր ենթակայության ներքո բռնի ուժի կիրառմամբ ապօրինաբար պահող Ոմն Անդրանիկ Էլինյանի ապօրինի վերջին գործողությունների արդյունքը այն է, որ վերջին շաբաթների ընթացքում համարյա ամենօրյա հաճախականությամբ մեր բնակարան են այցելել անձինք, որոնք հայտնել են մեր բնակարանը գնելու ցանկություն և ումից մեզ հայտնի է դարձել, որ մեր ընտանիքի օրինական համասեփականություն հանդիսացող քաղաք Երևան Ավանդուրյան թաղամասում գտնվող բնակարանը, որը ունի իրավահավասար օրինական 2 համասեփականատերեր, 4 օրինական օգտատերեր և 2 ժառանգներ, անհայտ ապօրինի կեղծ կարգավիճակով վերստին ապօրինաբար վաճառքի է հանվել, այս անգամ արդեն լիստա եմ կայքում և միգուցե մեզ անհայտ այլ հարթակներում։ Մեր բնակարան այցելած անձինք, չնայած իրականացվող խարդախության վերաբերյալ ծնողներիս կողմից ներկայացրած փաստերին, կասկածելի հաստատակամությամբ հայտնել էին, որ մեր բնակարանը իրենց վրա մեզ անհայտ կարգավիճակով չվաճառելու դեպքում Ամիո բանկը դիմելու է դատարան հայրիկիս Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանին համատեղ մեր օրինական բնակարանից բռնի ուժի կիրառմամբ վտարելու պահանջով։ Իսկ մեր ընտանիքի մնացած անդամների, Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացիներիս, մեր բնակարանի օրինական իրավահավասար համասեփականատիրոջ, մայրիկիս, օգտատերերիս և ժառանգներիս գոյության և իրավունքների փաստերը Ոմն Անդրանիկ Էլինյանի և Ամիո բանկ ՓԲ-ի կամքով համարվում են վերացված։ Մեր բնակարան ապօրինի ներխուժումների ժամանակ Անդրանիկ Էլինյանը բազմիցս հայտարարել էր ծնողներիս, մասնավորապես դիմելով մայրիկիս, մեջբերում, դու ոչ մի բան էլ չես կարող անես, ինչպես նաև հայտարարել էր, որ մայրիկս իբր Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Վերստին հայտնում ենք, որ օրենքի ուժով և վերահաստատված թիվ ԵԱՆԴ 0438-0212 քաղաքացիական գործի 2013 թվականի ապրիլի 3-ի վճռով մայրիկս հանդիսանում է քաղաք Երևան Ավանդուրյան թաղամասում գտնվող մեր բնակարանի օրինական իրավահավասար համասեփականատերը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես և մեր ընտանիքի բոլոր անդամները։ 2010 թվականի նոյեմբերից իրականացվող խարդախության նախագիծը վերածվել է բացահայտ հանցագործության, որի շրջանակներում ըստ կմահաճույքի, թե Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի, թե Ամիո բանկ ՓԲ-ի, թե Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի անուններից գործող Ոմն Անդրանիկ Էլինյանը իրավունք է վերապահում իրեն բռնի ուժի կիրառմամբ ապօրինաբար պարտադրել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ֆիզիկական անձ Շահեն Գևորգյանին, գոյություն չունեցող Անահիտ Սիմոնյան ՍՊ-ն, իսկ մեր բնակարանի մյուս իրավահավասար համասեփականատիրոջը, օգտատերերիս և ժառանգներիս զրկել նույնիսկ գոյությունը ապացուցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարգավիճակը կրելու իրավունքից։ Անդրանիկ Էլինյանը և Ամիո բանկի ներկայացուցիչները շարունակում են կեղծիք հանդիսացող փաստաթղթերի հիման վրա իրականացնել հակասահմանադրական գործարքներ և մեր ընտանիքի հանդեպ իրականացվող կողոպուտն ու բռնությունը վերջաբանին է հասցվում մեր բնակարանի խարդախ սեփականաշնորհման և վաճառքի գործողությունների շրջանակներում։ Մեր ընտանիքի բոլոր անդամների անունից տեղեկացնում ենք Հայաստանի Հանրապետության հանրությանը և իշխանություններին առ այն, որ մեր բնակարանը իր օրինական իրավական կարգավիճակով ենթակա չէ վաճառքի և վերստին պնդում ենք, որ մենք բնակարան չենք վաճառում։ Ինչպես նաև պնդում ենք, որ մենք բնակարան չենք գրավադրել և որևէ վարկ չենք ստացել։ Պահանջում ենք դադարեցնել օրինական մեր համասեփականություն հանդիսացող բնակարան ներխուժումները Ամիո բանկի անունից գործող Ոմն Անդրանիկ Էլինյանի և իր համագործակիցների կողմից և հաշվի առնելով, որ Անդրանիկ Էլինյանը մեր բացակայության ընթացքում արդեն իսկ ապօրինաբար ջարդել և փոխել է մեր բնակարանի կողպեքը և բանալիները, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և միջազգային օրենքներով երաշխավորած մեր անվտանգությունը, մեր բնակարանի, մեր սահմանադրական իրավունքների և ազատությունների անձեռնմխելիությունը։ Անդրանիկ Էլինյանի կողմից սույն թվականի նոյեմբերի 8-ին ստացվել է միայն հայրիկիս Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանին հասցեագրված
ամբողջովին կեղծիքներից բաղկացած հերթական անօրինական գրությունը, ըստ որի Անդրանիկ Էլինյանը պատրաստվում է կազմակերպել, ինչպես ինքն է արտահայտվում, բնակարանի անօրինական բնակիչ Շահեն Գևորգյանի վտարման, բռնի գործողությունները մեր օրինական համասեփականություն հանդիսացող բնակարանից, հայտարարելով նաև, որ իր կազմակերպած աճուրդների հետևանքով մեր բնակարանը անցել է ի սեփականություն Ամիո բանկին։ Այսինքն Ամիո բանկը Անդրանիկ Էլինյանի միջոցով կազմակերպելով ապօրինի կեղծ կարգավիճակներով ներկայացրած մեր բնակարանի անօրինական կեղծ աճուրդները, ինքն իրենից ձեռք է բերել այդ բանկում Անահիտ Սիմոնյանի կողմից խարդախորեն գրավադրված եւ 2010 թվականից առ 2025 թվական մեր թիկունքից որպես Անահիտ Սիմոնյան ՍՊ-ին պատկանող գույք շահարկվող մեր բնակարանը եւ այդ ապօրինի գործարքների կեղծ հիմքերով բանկի եւ Անդրանիկ Էլինյանի կողմից մեր բնակարանը հայտարարվել է որպես իբր Ամիո բանկի սեփականություն։ Վերոնշյալ բոլոր գործարքները ապահովել է Հայաստանի Հանրապետության պետական կադաստրի կոմիտեն։ Վերստին հայտարարում ենք, որ Ամիո բանկ ՓԲ-ին ի սեփականություն է անցել կեղծ կարգավիճակով ներկայացված կեղծիք, այլ ոչ թե մեր ընտանիքի համատեղ սեփական միջոցներով ձեռք բերված օրինական համասեփականություն հանդիսացող բնակարանը, որի միակ իրական օրինական համասեփականատերերն են երկու ծնողներս։ Բացահայտ կերպով իրականացվում է մեր ընտանիքի բնաջնջմանը միտված բռնություն, կողոպուտ եւ հակասահմանադրական գործունեություն, Իշահ նաև այլ բանկային եւ բնակարանային խարդախություններում ներգրաված եւ ծանր հանցագործություններով, ինչպես մի խումբ անձանց հետ զենք եւ զինամթերք կրելու, մի խումբ անձանց սպանության փորձի, մի շարք քաղաքացիական եւ քրեական վարույթներում ներգրաված, դատվածություններ ունեցող ընտանիքի անդամներից Անահիտ Սիմոնյանին եւ իր համագործակիցներին, ում վերոնշյալ բանկը հարկ է համարել վարկավորել Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին բիզնես զարգացնելու պետական ծրագրի շրջանակներում վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից ստացված ֆինանսավորմամբ, առանց մեր ընտանիքի անդամների իմացության եւ լիազորությունների ապօրինաբար օգտագործելով մեր բազմիցս ունեզրկված փախստական ընտանիքի բնակարանը, Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի միակ տնօրեն ու բաժնետեր Անահիտ Սիմոնյանի հետ կնքված ապօրինի պայմանագրերի շրջանակներում, ինչը իհարկե բացահայտ եւ կոպտագույն կերպով հակասում է միջազգային բանկի քաղաքականությանը, էթիկայի չափանիշներին եւ լրջորեն ստվեր է նետում միջազգային բանկի եւ ֆինանսական ինստիտուտների հեղինակության վրա։ 15 տարուց ավել է, ինչ մեր ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում զրկված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սեփականությունը խաղաղ տնօրինելու իրավունքից, սահմանադրական իրավունքներից եւ ազատություններից, մասնավորապես արդար դատավարության եւ իրավական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, ենթարկվում է համակարգային, ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Մեզ հայտնի դարձած մեր սեփական միջոցներով հայթայթած, ի սկզբանե ամբողջովին անվավեր փաստաթղթերը, որոնց միջոցով Հայ բիզնես բանկ ՓԲ-ի, ներկայումս Ամիո բանկ, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ներկայացուցիչների, Էրեբունու նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի եւ Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի նախաձեռնությամբ վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ծրագրի շրջանակներում իրականացվել են մեր ընտանիքի անդամների ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների եւ մեր բնակարանի բռնազավթումը հետեւյալն են. Մեր ընտանիքին պատկանող քաղաք Երևան Ավանդուրյան թաղամասում գտնվող բնակարանի նկատմամբ իրավունքների մասին կեղծ հայտարարություն, թիվ Ž10 18389 անշարժ գույքի գրավի հիպոթեքի պայմանագիր, թիվ Ž10 18394 գույքի կոշտ գրավի պայմանագիր, թիվ Ž10 18394 անշարժ գույքի գրավի հիպոթեքի պայմանագիր, թիվ V10 019-251 վարկային պայմանագիր, գլխավոր վարկային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, թիվ OVD 11 0648 օվերդրաֆթի պայմանագիր, թիվ ES 11 000062 երաշխավորության պայմանագիր, թիվ 0101 գույքի գրավի հիպոթեքի իրավունքի գրանցման վկայական, Եվս մեկ թիվ 0101 գույքի գրավի հիպոթեքի իրավունքի գրանցման վկայական, 2012 թվականի օգոստոսի 31-ին, 2013 թվականի նոյեմբերի 13-ին եւ դեկտեմբերի 12-ին տրված նույն ԵԱՆԴ 1277-0212 թվով համարակալված կատարողական թերթեր, ըստ որոնց մեր ընտանիքին պատկանող քաղաք Երևան Ավանդուրյան թաղամասում գտնվող բնակարանը ներկայացված է որպես Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, թիվ ԵԱՆԴ 420214 կատարողական թերթ, ըստ որի մեր ընտանիքին պատկանող քաղաք Երևան Ավանդուրյան թաղամասում գտնվող բնակարանը ներկայացված է որպես իրավաբանական անձի կեղծ կարգավիճակով ներկայացրած իրականում ֆիզիկական անձ Գյուլնարա Ալբերտի Սիմոնյանին պատկանող գույք։ Հիշեցնում ենք, որ միջազգային օրենքների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
28.231.1 հոդվածների համաձայն գույքի գրավատուն կարող է լինել միայն դրա սեփականատերը, իսկ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի գրավը հնարավոր է միայն բոլոր համասեփականատերերի օրենքով նախատեսված պարտադիր գրավոր համաձայնությամբ։ Մեր ընտանիքի անդամների անունից վերստին պահանջում ենք շտապ ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցառումներ, կեղծ ապօրինի կարգավիճակով ներկայացրած մեր օրինական համասեփականություն հանդիսացող բնակարանը վաճառքի հարթակներից անհապաղ հանելու, թե Հայաստանի Հանրապետության հանրությանը խաբեության եւ խարդախության չմատնելու, թե մեր ընտանիքի անդամների, մասնավորապես Շահեն Գևորգյանի հանդեպ հետապնդումները եւ ոտնձգությունները անհապաղ կանխարգելելու պահանջով, դադարեցնելով ապօրինի այցելությունները եւ ներխուժումները մեր բնակարան, անհայտ անձանց կողմից Հայրիկիս հեռախոսահամարին ստացվող ապօրինի զանգերը, ինչպես նաև Ամիո բանկի եւ Անդրանիկ Էլինյանի կողմից կազմակերպվող Հայրիկիս մեր օրինական բնակարանից բռնի վտարման գործողությունները։ Հիշեցնում եմ, որ Անդրանիկ Էլինյանը հասցրել էր Հայրիկիս ինսուլտի եւ նրա առողջական վիճակը վատթարանում է շարունակվող ոտնձգություններից։ Ծնողներիս եւ մեր ընտանիքի անդամներին հասցրած առողջական, բարոյական եւ ֆինանսական վնասների համար առ այսօր այդպես էլ որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվել։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բանաձևի համաձայն անհատի պաշտպանության իրավունքները չպետք է դիտարկվեն որպես իշխանություն ունեցողների կողմից շնորհվող կամ իրենց հայեցակարգով վերացվող բարեհաճության ակտեր։ Եվ ոչ ոք իրավունք չուներ 15 տարուց ավել պահել մեր ընտանիքի անդամներին զավթիչ խմբավորման կողմից գիտակցաբար ստեղծած անօրինական խարդախ իրավիճակի ակամա պատանդների եւ բռնի կերպով ոչնչացվող զոհերի դերում։